Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև ձեզ հարգելի պացիենտներ, պացիենտների հարազատներ եւ հարգելի գոլեգաներ։ Այսօր կփորձենք մի քիչ քննարկել, խոսել առողջության ապահովագրության մասին, որը գնալով ավելի ակտուալ է դառնալու որպես թեմա, որպես քննարկման առարկա եւ ընդհանուր առմամբ ես ստանձնել եմ ինքնուրույն ինքս ինձ որոշել եմ այս թեմաները առողջության ապահովագրության հետ կապված բավականին մանրակրկիտ ներկայացնել։ Ինչու՞, որովհետև ժողովուրդ ջան, սա լուրջ եւ շատ բարդ թեմա է եւ որպես բարդ թեմա շատ քչերը կարծում եմ կկարողանան պարզ ձևով դա ներկայացնել հանրությանը, շահագրգիռ կողմերին, ավելին ես կարծում եմ շատ քչերը կհասկանան այդ բարդությունը, որ պարունակում է առողջության համապարփակ ապահովագրությունը որպես այդպիսին։ Այսպիսով առաջիկայում դուք կտեսնեք էլի տեսանյութեր, որոնցում ես անդրադարձ կկատարեմ ապահովագրության, առողջության ապահովագրության տարբեր մոդելների, բայց այսօրվա հաղորդումը մի այսպես խոշոր նախաբան որպես եկեք ընդունեք եւ այդ խոշոր նախաբանից եկեք սկսենք։ Ահագին էլ մարդ է արդեն հավաքվել։ Եկեք սկսենք։ Ուրեմն նախ մինչև մեր կոնկրետ Հայաստանում այս պահին ներդրված առողջապահության ապահովագրության ծրագրին անդրադառնալը, եկեք ընդհանրապես առողջության ապահովագրության մասին մի քանի նրբություն առանձնացնենք, ֆիքսենք, ընդգծենք, որպեսզի պատկերացնենք, թե այս ինչի է ասենց բարդ բան, որը ինչ ա եղել որ։ Ուրեմն առաջին, ապահովագրություն որպես, երևի շատերդ գիտեք ինչ է ապահովագրություն։ Եթե մանրամասն տեսականորեն չգիտեք, օրինակ մենք դպրոցում 9-րդ թե 10-րդ դասարանում անցնում էինք, երևի 10-րդ դասարանում, անցնում էինք տնտեսագիտություն, ֆակուլտատիվ առարկա էր։ Մենք անցնում էինք տնտեսագիտություն եւ ապահովագրության մասին, այսպես մանրամասն տեսական քննարկում եւ ուսումնասիրություն այն ժամանակ ենք արել առաջի անգամ։ Հա, եւ եթե նույնիսկ ասենք դպրոցում կամ չգիտեմ, կյանքում դրա մասին առանձնակի չեք մտածել, մեքենաների վթարներից ապահովագրումը, վարորդների ապահովագրումը վթարներից բոլորդ գիտեք։ Ուրեմն դասական առումով ապահովագրությունը մի բան է, առողջության ապահովագրությունը լրիվ ուրիշ բան է։ Առաջի բանը, որ պետքա մենք ֆիքսենք, առողջության ապահովագրության բազմակողմանիությունը, որը ես մի օրինակով հիմա բերեմ, տեսեք, ավտոմեքենաների ապահովագրության պրինցիպը որն է, կամ ընդհանրապես ապահովագրության ինշուրանսի պրինցիպը որն է, ենթադրենք կան 1000 հոգի մարդ, 1000 հոգի վարորդ, հա, այտենց ընդունենք, 1000 հոգի վարորդը ժամանակ առ ժամանակ վթարի մեջ է հայտնվում եւ միջինում կարելի է ասել օրինակ, ասենք թե, չգիտեմ, 100 հոգի վարորդ վթարի մեջ է հայտնվում տարվա ընթացքում։ Այսինքն 1000-ից 100-ը վթարի են ենթարկվում։ Եվ այդ ժամանակ իրանց վրա մեքենան սարքելու կամ դիմացինի մեքենան սարքելու ում հանդեպ իրենք սխալ են գործել կամ եթե վթարի մեջ իրանք մեղավոր են, ապա պետքա մի խոսքով այդ 100 հոգու ծախսը քաշվի։ Ապահովագրությունն ինչ է, 1000 վարորդով, ամեն մեկը մի քիչ փող է դնում մի ընդհանուր ֆոնդում։ Եվ այդ ընդհանուր ֆոնդը ծածկում է այն 100 վթարներից առաջացած հետևանքները, ֆինանսական ծախսերը, եւ այսպիսով, եթե 10 տարի շարունակ, սա պարտադիր է, այսինքն ապահովագրությունը չի կարա մի տարի լինի ու վերջ։ Եթե 10 տարի շարունակ 1000 հոգի մարդ ամեն տարի որոշակի գումար է դնում ապահովագրական այդ ընդհանուր ֆոնդում, ապա 10 տարվա ընթացքում այդ ֆոնդը փոխհատուցում է 1000 վարորդի վթար ընդհանուր առմամբ։ Ստացվում է, որ ապահովագրությունը այդ է, որ եթե մեզ դպրոցում սենց էին սովորացնում, մենք ունենք 10 հոգով հեծանիվ եւ տարվա մեջ մեկի հեծանիվը կարող են գողանալ, ապա եկեք փող դնենք, որ ում հեծանիվը գողանան, նրա հեծանիվը այս 10 հոգով կառնեն ու կտան։ Լատարեի ոնց որ հաճախ այսպես ասած խաղում են կամ անում են մարդիկ, երբ որ չգիտեմ, ամսական ինչ որ գումար են դնում ընդհանուր ֆոնդում եւ այդ գումարը գնում է 1 հոգու։ Եվ ամիսը 1 հոգու գնալով մի խոսքով մարդիկ
որոշակի մեծ քանակի գումար է ձեռքներ ընկնում, կարողանում են մի բան անել։ Ապահովագրության տրամաբանությունը սա է։ Հավաքվում են մարդիկ, ովքեր յուրաքանչյուրը շահագրգիռ է, որ եթե իր հետ կատարվեց այդ փորձանքը, ապա մյուսների ներդրումով իր փորձանքի ծախսերը հոգան։ Իսկ եթե իր հետ չպատահեց, ուրիշի հետ պատահեց, ավելի լավ։ Այդ փոճուր գումարը, որ ինքը տարեկան ներդնում է, իր համար մեծ խնդրեմ չի։ Առողջապահության ապահովագրությունը այդքան էլ սենց չի։ Այսինքն, եթե վարորդների ապահովագրության հետ զուգահեռ տանենք, պատկերացրեք, հիմա կա վարորդական տրանսպորտային պատահարների ապահովագրություն, բոլոր մեքենա ունեցողները ապահովագրված են։ Բայց պատկերացրեք, բերում են մի ենթադրենք այդ 1000 հոգանոց թիմին, ավելացնում են մի 500 հոգի վարորդ, ովքեր փող չեն դնելու։ Պատկերացրեք, հիմա մենք ասենք քանի ավտո կա քաղաքում, ենթադրենք 1 միլիոն ավտոմեքենա կա, կամ ենթադրենք 1 միլիոն կամ կես միլիոն վարորդ կա։ Այդ կես միլիոնն էլ ամեն մեկը իր կողմից փող է դնում ընդհանուր ֆոնդում, որով ապահովագրում են տարեկան տեղի ունեցող վթարները, այդ վթարների հետ կապված ծախսերը։ Բայց հիմա պատկերացրեք, որ 1 միլիոն եք թե կես միլիոն եք, մի կես միլիոն էլ կողքից մարդ են բերում, վարորդ, իրանց մեքենաներով, եւ ասում են սրանց էլ պետքա դուք փագեք, բայց նրանք փող չեն տալու այդ ընդհանուր ֆոնդին։ Պատկերացնում եք այս իրավիճակը։ Սա եղավ արդեն ապահովագրություն, ոչ, սա արդեն ապահովագրություն չի։ Ահա առողջության ապահովագրությունը այսպիսի մի հարց ունի։ Առողջության ապահովագրության մեջ տարիներ շարունակ օրինակ մասնավոր ընկերությունները ապահովագրել են մասնավոր ապահովագրական կամպանիաներում։ Ինգոն ա եղել, Ռոսգոստրախան ա եղել, Ռեսոն ա եղել, Նայրի ինշուրանսն ա եղել, Արմենիա ինշուրանսն ա եղել, Սիլ ինշուրանսն ա եղել, տարիներ շարունակ առողջության ապահովագրություն են մարդիկ ստացել ամսեկան կամ տարեկան որոշակի գումար վճարելով, կամ մարդիկ իրանց գրպանից կամ ենթադրենք ավելի շուտ եւ ավելի շատ կամպանիաները։ Օրինակ, օդանավակայանի աշխատողները օդանավակայանի կողմից ապահովագրված են եղել առողջության ապահովագրությամբ։ Չգիտեմ, Coca-Cola ֆիրմայի աշխատողները ապահովագրված են եղել։ Բանկերի աշխատողները ապահովագրված են եղել։ Շատ IT կամպանիաներ, օրինակ Synopsys-ը ասենք, իր բոլոր աշխատողները ապահովագրված են։ Եվ այս բոլոր մարդիկ ապահովագրված են եղել մասնավոր ընկերություններում։ Ասենք, չգիտեմ, Ingo-ում ապահովագրված են եղել։ Եղել է առողջական խնդիր, որոշակի առողջական խնդիրներ, սուրը կամ քրոնիկների սրացումը փոխհատուցվել է, չհաշված բացառությունները փոխհատուցվել է։ Հիմա այս ապահովագրական համակարգին բերել են մոտավոր թվերով ասեմ, մոտ 650 հազար թոշակառու, որոնք գումար չեն տալու ապահովագրականին։ Ասում են, իրանց էլ պետք է ապահովագրեք։ Իրանց էլ հետը Synopsys-ի աշխատողներ, Coca-Cola-ի օդանավակայանի աշխատողներ, բանկերի աշխատողներ։ Այ որ ամեն ամիս դուք ինքներդ ձեզ ապահովագրում եք, հիմա հաշիվները փոխվել է 650 հազար մարդ պետք է ապահովագրվի։ Իսկ եթե այսպես ավելի ստույգ թվերով խոսեմ, ապա ինչա տեղի ունենում։ Երկրում կա 200,000 դրամից ավել ստացող մոտ 410 հազար քաղաքացի։ Այս 410 հազար քաղաքացիներից ամսեկան ուզում են 11,000 դրամ մոտավորապես, որպեսզի նրանք ապահովագրեն իրենց, պետությունն էլ իր հերթին կրկնակի ավելի շատ գումար, ինչքան էս 400 հազարն են տալի, բյուջեից է տալի, լրացուցիչ, եւ ստացվում է մի հատ ընդհանուր ֆոնդ, որի 1/3-ը 11,000 դրամ ամսեկան վճարելով տալիս են աշխատողները, 2/3-ը հարկերից է ձևավորվում, տալիս է, այսպես ասած, պետությունը նախկին պետպատվերի փողերը, այսպես ասած։ Բերում են, սարքում են մի հատ ֆոնդ, որով պետք է ապահովագրեն մարդկանց։ Բայց ստեղ այն փողն էլ, որ բյուջեից է եկել, մարդիկ իրենց գրպանից են տվել, չէ՞։ Ովքեր են տվել։ Աշխատողները։ Թոշակառուները հարկեր վճարում են, աշխատանքից ոչ չեն վճարում։ Միգուցե գույքահարկ վճարում են։ Ավելացված արժեքի հարկ ինչ որ բան, անուղղակի, թաքնված հարկեր վճարում են։ Բացահայտ հարկեր, ինչպես աշխատող մարդիկ չեն վճարում։ Հիմա
Միջև այս պահը մենք ունենք իսկական առողջության ապահովագրություն, որտեղ ասեցի, ոնց որ ավտոմեքենաների ապահովագրությունն է, ով ավտո ունի, նա փող է գցվում ընդհանուր ֆոնդում եւ վթարի ժամանակ օգտվում է ընդհանուր ֆոնդից։ Առողջության ապահովագրությունը այդպես չի։ 100,000-ներով, նույնիսկ ավելի շատ, քան այն մարդիկ են, ովքեր ավտո ունեն, տվյալ դեպքում 200,000-ից ավել աշխատավարձ է ստանում, ավելի շատ մարդիկ մտնում են այդ ծրագրի մեջ։ Սա արդեն առողջության ապահովագրություն չի, սա արդեն մաքուր ապահովագրություն չի, սա արդեն սոցիալական ապահովության ծրագիր է։ Պատկերացրեցիք։ Ըստ էության, այն ինչին մենք ասում ենք առողջության ապահովագրություն, ահա ինչով է ինքը բարդ, որ ինքը զուտ, մաքուր ապահովագրություն չի։ Իրա մի պուճուր մասը, կեսից պակասը ապահովագրությունը, այն 400,000 քաղաքացիների հետ կապված, բայց 600,000 քաղաքացիների մասով ինքը սոցիալական ապահովություն է, թոշակ է, այսպես ասած, առողջապահական թոշակ, եթե կարելի է այսպես ասել, որ վճարում են առողջապահական թոշակառուներին։ Եվ սա զուտ, մաքուր ապահովագրական համակարգի հատկություն չի։ Սա սոցիալական ապահովության, թոշակավորման, սոցիալական պաշտպանության ծրագրի դրսևորում է։ Եվ այս երկուսը, չէ՞ որ թոշակառուները տենց էլ կա, չէ՞, աշխատող մարդիկ հարկ են վճարում, բյուջեից մարդկանց թոշակառուներին թոշակ է տրվում։ Սա կարելի է ասել ապահովագրություն։ Ոչ, սա թոշակ տալ է, սոցիալական ապահովություն է, սա ապահովագրություն չի, սոցիալական ապահովություն է։ Սոցիալ նախարարությունն է սրանով զբաղվում, այսպես ասած։ Հիմա այս երկու հասկացությունը խառնել ենք իրար։ Եվ անունը դրել ենք առողջության ապահովագրություն։ Նես չի որ սխալ անուն ենք դրել, բայց սա արդեն մի փոքր կամ շատ ավելի բարդ բան է, քան ուղղակի առողջության կամ մնացած ապահովագրությունները։ Հրդեհներից ապահովագրություն, հրդեհից ապահովագրում են այն մարդու տունը, ով որ վճարել է դրա համար։ Գողությունից ապահովագրում են այն մարդու ունեցվածքը, ով վճարել է դրա համար։ Ընդհանրապես ապահովագրության, ես կրկնում եմ նույն բանը, բայց ժողովուրդ, էսի կարևոր է։ Իսկ հիմա առողջության ապահովագրության մեջ ապահովագրում են մարդկանց, ովքեր ոչինչ չեն վճարել դրա համար, ոչինչ։ Եվ այս մարդիկ ավելի շատ են քանակով, եւ այս մարդկանց հանդեպ պատահող հիվանդագին դեպքերը բազմապատիկ ավելի շատ են, քան թե այն մարդիկ, ովքեր վճարում են այդ ապահովագրության համար։ Հասկացանք։ Ինչու՞մ է բարդությունը։ Եվ այս բարդությունը ինչի է բերում, որ եթե օրինակ ավտոմեքենա եք ապահովագրել, ապահովագրական համակարգը մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, լիարժեք կաշխատի, այո, էֆեկտիվությունը իր ցույց կտա, ապա եթե դուք սոցիալ տրամաբանությունն ու սոցիալ գործերը վերեկցել եք ապահովագրությանը, առողջության, դուք ստանում եք մի հատ պրոբլեմատիկ իրավիճակ, որ չես կարող ասես, համակարգը կձգի թե չէ, փողերը կհերիքացնեն թե չէ, ապահովագրությունը կաշխատի թե չէ։ Եվ եթե որոշակի փորձառություն, գիտելիք, տեսական եւ գործնական հմտություններ իմանալով մարդիկ կարող են ավտոմեքենաների ապահովագրություն կազմակերպեն, ծրագրեն, նախագծեն եւ ներդնեն, մի քանի տարվա մեջ էլ հղկեն սխալները, թերությունները, կատարելագործեն եւ ամբողջ վարորդական համայնքին ապահովեն այդ ծառայությամբ, ապա առողջության ապահովագրության համար ամենևին բավարար չեն այդ գիտելիքները, այդ փորձը, այդ հաշվարկները, միջազգային տարբեր օրինակները ամենևին բավարար չեն։ Առողջության ապահովագրության համար հանճար պիտի լինես, հանճար բառից բուն իմաստով, որպեսզի Հայաստանի պես երկրում, որտեղ ասում եմ, սոցիալ ոլորտի ինքնին խնդիրներով լեցուն է,
Հայաստանի պես երկրում, որտեղ 400,000-ն աշխատում են, 600,000-ը թոշակ են ստանում։ Ես խոսում եմ 200,000 դրամից ավել աշխատողների մասին։ Որպեսզի կարողանաս այսպիսի երկրում դու առողջության ապահովագրություն ներդնես եւ աշխատացնես։ Ավելին, հաջորդ տարին գործազրկությունը մի քիչ շատացավ, աշխատողների եկամուտները մի քիչ շատացան, քո համակարգը կարա փլուզվի։ Երրորդ հարցը, շատ կարևոր, որ առողջության ապահովագրության մեջ կա։ Սովորական ապահովագրության մեջ, օրինակ ավտոմեքենաների ապահովագրության մեջ, առանձնակի չենք մտածում, թե օրինակ վտարսված ավտոմեքենաները, որ վերականգնում են, վերանորոգում են, այդ ռեմոնտ անողները, դզող փչողները, ավտոմեքենայի մասնագետները, ավտոմեքենայի բժիշկները, այսպես ասած, այդ մարդիկ ինչքանով են որակյալ աշխատում, նրանց աշխատանքը ինչքանով արդյունավետ եւ այլն։ Այս ամեն ինչի մասին ավտոինշուրանսները չեն մտածում։ Ասում են ախպեր ջան, մենք ասա ինչքան է կազմում քո ավտոմեքենայի ծախսը։ Այսքան է կազմում, շուկան ընդհանուր հայտնի է, շուկայական գներով փոխհատուցում են։ Շուկայական գներով, որտեղ ավտոմեքենաների դզող փչողների այդ շուկան որոշակի գներ արդեն ձևավորել է։ Տարիների ընթացքում կարա դե փոփոխվի, այդ փոխհատուցումն էլ քիչ-քիչ կփոփոխվի որոշ չափով։ Առողջության ապահովագրության մեջ այսպես չի։ Առողջության ապահովագրության փոխհատուցումները չեն հաշվում, տենա շուկան ոնց է։ Շուկային չեն նայում։ Բերում են պարտադրված գներ, պարտադրված սահմանափակումներ։ Եվ սա այդ մեծ առանձին մեծ թեմա է։ Շուկային անտեսելու պատճառով փլուզվել է սովետական միությունը։ Եթե կարելի է այսպես ընդհանուրացրած ասել, ապա շուկայական կարգավորիչը, շուկայական կարգավորումները անտեսելով, վարչահրամայական կարգավորումների վրա հույսը դնելով, կործանվել է սովետական միությունը, աշխարհի թիվ 1 կամ աշխարհի թիվ 2 գերտերությունը, կործանվել է։ Շուկայական կարգավորումները Սովետ միության օրին եղած մի ուրիշ պետություն կամ ավելի վատ վիճակում եղած մի ուրիշ պետություն, Չինաստանը, շուկայական կարգավորումները ներմուծելով իր տնտեսական համակարգ, կործանումից փրկվել է հերիք չի, այսօր էլ աշխարհում թերևս ամենահարուստ երկրներից մեկն է, չգիտեմ, Ամերիկայից հետո երևի Չինաստանն է, երբ որ ներմուծել է շուկայական կարգավորումներ։ Այսինքն ընդհանուր հիմա սենց այս մի մեր ուղիղ եթերի մեջ երկար չծավալվելու համար շուկայական կարգավորիչը դա հանճարեղ բան է մարդու ուղեղից, մարդու այսօրվա գրած ծրագրերից, համակարգչային ծրագրերից ու բոլոր այսպես գործիքներից շատ ավելի զորեղ բան է շուկայական կարգավորիչը։ Հիմա ես ինչի եմ ասում, որ ապահովագրական, բժշկական ապահովագրության մեջ դու անջատում ես շուկայական կարգավորիչը։ Ասում ես հələ մի րոպե, այս ամեն գները կասենք ոնց է ճիշտ։ Սա եւս մի օրինակ, թե ինչով է առողջապահության ապահովագրությունը տարբերվում սովորական ապահովագրությունից։ Որովհետեւ եթե մարդը իր ապրանքը ապահովագրել է ու այդ ապրանքը գողացել են, ապա ինչքան են վճարում, այդ ապրանքի գինը շուկայում ինչքան է։ Այսքան է, ավտոն են գողացել, ավտոյի գինն ինչքան է, այսքան է, հանուն փողը տալիս են, տունը այրվել է, պաժառանգ է, հաշվում են տունը ինչքան է, ծախսերն ինչքան է, հանուն տալիս են, առողջապահական համակարգում այդպես չի, տալիս են այնքան ինչքան ճիշտ են գտնում, հարմար են գտնում, այս էլ առանձին հարց է, թե այս գները ոնց են որոշվում, ոչ շուկայական կամ արտաշուկայական այս կարգավորումը, սա էլ առանձին հարց է, ես ասում եմ, այս ամեն ինչի մասին մենք դեռ կխոսենք։ Բայց սա եւս մի հատ կողմ առանձնահատկություն, որով օժտված է առողջապահության ապահովագրությունը եւ օժտված չեն, ու սովորաբար օժտված չեն, այլ ապահովագրական ծառայություններ։ Եվ կրկնում եմ, այս կարգավորիչից հրաժարվելը սա լուրջ թեմա է, շատ լուրջ։ Մյուսը դե որակը արդեն ասեցի, ստեղ է մտնում նաև որակը, հա, առանձին, որակի վերահսկողությունը, մտ առանձին թեմա է։ Եվ էլ ինչեր կա։ Նու լավ, հələ որ այսքանը, բայց էլի կա։
էլի քննարկելիքներ կան։ Այսպիսով առողջության ապահովագրությունը ժողովուրդ ջան, դա պրոստը սովորական ապահովագրություն չի։ Շատ մարդիկ շատ խելոք բաներ սովորել են առողջության ապահովագրության մասին։ Ձեզ էլ կգան կասեին, կբացատրեն, բայց նրանք այն օրը, երբ որ պրավալ գնաց ամեն ինչ, նրանք ոչ մեկը չի կանգնելու պատասխան տա, թե խի պրավալ գնաց։ Որովհետև այս թեման սրան էլ անդրադառնում։ Աշխարհում ամենածանր թեմաներից մեկն է։ Պետությունների առաջ ծառացած ամենածանր թեմաներից մեկն է։ Գերմանիայի օրինակից մի բան բերեմ, որտեվ թե մերոնք մի քիչ անգլիական մոդել, մի քիչ խառը վիճակներ, բայց Գերմանիայի օրինակից բերեմ, ուրեմն ամեն աշխատող մոտավորապես իր աշխատածից մոտ 14.5-15% վճարում է առողջության ապահովագրության համար։ Աշխատավարձից 15%։ Էսի հələ պետպատվերը չհաշված, այնտեղ առանձին պետական աջակցություն էլ կա, պետպատվերի պես մի բան։ Բայց 15%, որից 7.5-ը վճարում է աշխատողը, 7.5-ը գործատուն։ Դա մոտավորապես 200,000 Հայաստանի հաշվարկով անեմ, 200,000 ստացող մարդուց փաստացի պետքա գանձվի 15%, 30,000 դրամ ամեն ամիս։ Մենք վճարում ենք 11,000 դրամ։ Բայց ամեն ամիս պետք է գանձվի 30,000 դրամ, որ մոտենաս գերմանական մոդելի հնարավորություններին, թեև այնտեղ շատ տարբերություններ կա։ Հայաստանում կարա 200,000 ստացողը 30,000 դրամ ամեն ամիս վճարի։ Հա? Մեգուցե կարա։ Պլյուս պետպատվեր։ Այսեհան գումարած պետությունն էլ իր հերթին պետք է վճարի, որ ապահովագրությունը աշխատի։ Հայաստանում այս պահի դրությամբ 3 անգամ ավելի քիչ է վճարում։ Իսկ արդեն կես միլիոն ստացողը ենթադրենք, պիտի վճարի ինչքան է։ 5 անգամ 15,000, 75,000 դրամ։ Ամեն ամիս 75,000 դրամ։ Տարեկան դա անում է ինչքան 900,000 դրամ, 1 միլիոն դրամ համարյա։ Այսինքն 750,000 ստացողը, 700,000 ստացողը տարեկան պիտի 1 միլիոն դրամ վճարի առողջապահության համակարգին, որ մենք մոտենանք այդ համակարգի իրականացնելիության գերմանական օրինակին։ Եթե մնացած ամեն ինչ իդեալականը ճիշտ այնպես ինչպես Գերմանիայում։ Ասենք Գերմանիայում օրինակ ինչն է տարբեր։ Գերմանիայում գների որոշման համար բժշկական ասոցիացիաները մասնակցում են, որոշում են կայացնում։ Հայաստանում չկան այդքան որ ունեցող բժշկական ասոցիացիաներ, ովքեր կարանան պետության ասեն, չէ, սենց չի, սենց է, այս գնով չենք աշխատի։ Հայաստանում հպատակների հանրությունը։ Չկան այնպես մասշտաբի ասոցիացիաներ, հիմա թերապևտների ասոցիացիան ենթադրենք, որոշել է կոնսուլտացիայի գները ինչքան պետք է լինեն։ Դե պետությունը դրeu պեչատել է, սենց է ու վերջ։ Իհարկե չի որոշի։ Իհարկե, այդպիսի ասոցիացիա էլ չկա, որտեղ բոլոր թերապևտները ձեռ-ձեռի բռնած իրանց շահերի համար պայքարում են։ Այդպիսի բաներ գոյություն չունի։ Շահերի համար պայքարող, շահերի համար համախմբված ասոցիացիաներ, արհմիություններ Հայաստանում գոյություն չունի։ Բայց եթե մի բան, որը որոշելու է այդ բժիշկների վաղվա աշխատավարձը, Հայաստանում գոյություն չունի, իսկ Գերմանիայում հենց այդ մի բանն է, վաղը բժիշկների աշխատավարձը ապահովում։ Այդ ապահովագրական համակարգում։ Ահա եթե դի գոյություն չունի, ոնց պիտի Հայաստանում ապահովագրական համակարգ աշխատի, բժիշկներ գոհ մնա կամ թեկուզ դժգոհ լինի, բայց այնքան չափավոր, որ դա չաշխատի աշխատանքի որակի վրա, չազդի աշխատանքի որակի վրա։ Առանձին տարբեր մոդելների մասին դեռ կխոսենք։ Բայց էլի եմ ասում, սա լուրջ հարց է, սա առողջության ապահովագրությունը դա խաղոպար չի։ Եվ այն ինչ մերոնք նախաձեռնել են, ես կարծում եմ, չեմ ուզում կռամ, չնայած բազմիցս արդեն կռացել եմ։ Ես կարծում եմ, դա տեխնիկապես անհնար է իրականացնել մեր պայմաններում։ Տեխնիկապես դա որակյալ էլի, էֆեկտիվ,
իրականացնել անհնար է։ Մի քանի թվեր բերեմ, այս հաղորդման միտքը առաջացավ այս թվերը հաշվարկներ իրականացնելու ժամանակ։ Մի քանի թվեր բերեմ, ժողովուրդ ջան։ 200,000 դրամից ավել ստացող մարդիկ, այսինքն մոտ 400,000 մարդ հանրապետությունում, ամսական 11,000 դրամ տալիս է իր առողջության ապահովագրության համար։ Այդ նույն գումարը, մոտավորապես այդ նույն գումարը, մարդիկ տալիս էին մասնավոր ապահովագրականը Ռոսգոստրախնա, Ինգոնա, Ռեսոնա, Նայրի ինշուրանսնա, Արմենիանա, Ումանունը մոռանում եմ կներեք։ Այս ապահովական ընկերությունները մոտավորապես ամիսը 11,000 դրամ վերցնում էին, այս աշխատող մարդկանց ապահովագրում էին։ Հիմա պետությունն եկել է, ասում է չէ։ Չնայած ընդ արդեն վճարել են, բայց կապ չունի։ Ասում է իզուր եք վճարել։ Հունվարի 1-ից 11,000 դրամ ամեն մեկը կտակ, որ այդքան առողջության ապահովագրություն անենք։ Ասում ես ում։ Ասում է այն ամբողջ թոշակառուներին, 65+ անձանց եւ պետպատվերից օգտվողներին։ Մի խոսքով այդ բոլորին։ Պլյուս այդ 400,000 մարդուն, եթե միջև այդ չէին, բայց այդ 400,000-ի մեջ մտնում են նաեւ ուսուցիչներ, չգիտեմ, ուրիշ մարդիկ։ Մի խոսքով այդ 400,000-ին ասում է եկեք ստեղ 11,000 պիտի տակ, որ պետությունը ձեզ եւ այն հսկայական կոնտինգենտին առողջության ապահովագրություն անի։ Դա հունվարի 1-ից 26 թվականի, այս տարի։ Հիմա մենք հուլիսի 19-ն է։ Ապրիլի 1-ից իշխանությունները ասում են 10,000 դրամով բարձրանում են թոշակները։ Այն 600,000 հոգու։ Ապրիլի 1-ից են 600,000 հոգու թոշակները բարձրանում են։ 10,000 դրամ ամիսը։ Եթե կլորացնենք, այն 11,000-ը ստացվում է 400,000 քաղաքացուց։ Հունվարի 1-ից դու ամիսը 11,000 դրամ տալիս վերցնում ես, որ առողջության ապահովագրություն իրականացնես։ Ապրիլի 1-ից այդ փողերը, կոպիտ ասած, այդ փողերի չափ փող ուղարկում ես թոշակառուներին, որոնք 600,000 են, ավել են։ Ստացվում է, քո թոշակների բարձրացումը ավելի շատ փող է, քան թե այն փողը, որ տալիս են այդ 400,000 մարդը ապահովագրվելու առողջության ապահովագրություն ունենալու համար։ Ստացվում է, որ փաստորեն առանց այդ հունվարի 1-ից եկած ապահովագրության համար արվող վճարների, տուրքերի, պետությունը կարար, հա, այդ 400,000 մարդուն, այն թոշակառուներին հետը գյուր ապահովագրեր ինչքան որ պետք է, ինչքան MRT պետք է նշանակել։ Դե գիտեք միջև ընտրություններ ինչա տեղի ունեցել։ Փաստացի ստացվում է, որ իշխանությունները ի վիճակի էին այս երկրում 200,000-ից ավել եւ բոլոր թոշակառուներին առողջության ապահովագրություն տալ, պրոստը ես իմ հավայի 11,000 վերցեցին, հետո էլ 10,000 թոշակները բարձրացրեցին։ Ալոյի գլխար, բալոյի գլխին։ Փաստորեն հնարավոր էր, եթե հնարավոր էր, այդ 11,000 այդ մարդկանցից ինչ էիք վերցնում։ Հենան էիք էլի։ Եթե մենք պետություններս փաստորեն Դուբայի պես, չգիտեմ, Քաթարի պես, չգիտեմ, այն նավթային հարուստ երկրների պես այնքան հարուստ ենք, որ կարանք խոստանանք առողջության համապարփակ ապահովագրություն, ինչքան թոշակառու կա իրանց, 65 տարին պլյուս անձանց եւ 200,000 դրամ ավել ստացող մարդկանց։ Ընդհանուր առմամբ միլիոնից ավել մարդ, 1,5 միլիոն մարդ։ Եթե այդքան փող ունենք, որ կարանք այդքան մարդուն գյուր ապահովագրենք, 1,5 միլիոն մարդու, այն 11,000 դրամ ամսական չեք հավաքում։ Ոստից 11,000 վերցնեք, ընդ տանեք տակ թոշակառուին 10,000 դրամ։ Դիտում եմ ասում թոշակառուները մի 150-200,000 ավելի շատ են իրանց քանակով, քան այդ 11,000 վճարող աշխատող մարդիկ։ Եթե հնարավոր էր փողին չի հավաքեցիք։ Իսկ եթե ժողովուրդ ջան հնարավոր չէր ու իրոք այդ փողի հույսին էին, ապա թոշակները բարձրացումը փաստորեն
թոշակները բարձրացնում, այդ ապահովագրության համար турքերը գնում են թոշակ։ Հազիվ հերիքում են այն մարդկանց բարձրացած թոշակները։ Թոշակները ինչի են բարձրացրել, հիմա այս քաղաքական, նախընտրական կամ հետընտրական քաղաքականի հետ չեմ կապի։ Չեմ կապի, դուք իզնից լավ գիտեք, որը ինչի համար են արել։ Հիմա ես ընդամենը փորձում եմ նեյտրալ դիրքերի ժողովուրդը, ու ինչի նեյտրալ դիրքեր, որտեղ ասում ես հարցը լուծում է պահանջում, անկախ նրանից ով է իշխանություն։ Բայց գոնե հիմա մի հատ այս պրավալը, որ հասունանում է, այս պրավալի ֆոնին եկեք հասկանանք ինչ են արել, ինչի համար են արել, ու սա ուրա գնում։ Հետո մեկիկ կանդրադառնամ առանձին տեսանյութերով։ Փաստորեն այդ 11,000-ը բերել են ու հիմա այդ 11,000-ը հաշվեք կորած է գնում է թոշակառուներին։ Պլյուս այդ թոշակառուներին մի հատ էլ առողջապահական թոշակ են տալի։ Այսինքն առնվազն 1/3 ծավալով, ինչպես որ պետությունը իշխանությունները ներկայացրել, իշխանություններն ասել էին, բյուջեից տալիս ենք ամբողջ ծրագրի համար անհրաժեշտ 2/3-ը, քաղաքացիներ 200,000-ից ավել ստացողները փակում են 1/3։ Հիմա 1/3-ը դեֆիցիտ է, չկա։ То 1/3-ը չէ, դաժե 1/2-ն է դեֆիցիտ։ Չկա։ Այդ փողը չկա։ Այդ դեֆիցիտը ինչով պետք է փակեն։ Պահուստային ֆոնդից։ Ինչա պահուստային ֆոնդը։ Բյուջեն երբ որ գրում են, մոտավորապես մեր ամբողջ բյուջեն մեր երկրի մոտապես $10 միլիարդ է, դա իմացեք։ Այսինքն 26 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ուրեմն բյուջեով նախատեսված ծախսերը կազմում են $10 միլիարդ։ Այդքան փող է պետք, որից $1.5 միլիարդ չկա, դեֆիցիտ է։ Իշխանությունները պիտի պարտ քանեն։ Այսինքն այս տարվա հաշվարկով հաշվարկված է, որ պիտի ծախսվի 10 միլիարդ, որից 1.5 միլիարդը չկա, չի ելնելու, ուրեմն պիտի պարտ քանեն։ Ումից ներքին պարտքն ու արտաքին պարտքը, պետական պարտքը պիտի ավելացնեն, այսպես ասած։ 1.5 միլիարդ այս տարի հաշվարկել են, որ պետական պարտքը պիտի ավելացնեն։ Այսինքն պահուստային ֆոնդը որն է, պահուստային ֆոնդն էլ այդ ընդհանուր 10 միլիարդի մոտ 5%-ի չափով փող է դրվում էքստրենի սիտուացիաների համար կամ բյուջեով նախատեսված ծախսերը եթե կարևոր են ու չեպեալում չեն կարողանում ընդ փոխհատուցելու համար։ Հիմա այս մարդիկ 10,000 դրամ ամիսը թոշակառուներին խոստացել են պահուստային ֆոնդի հաշվին։ Եվ հունիս ամսին արդեն պահուստային ֆոնդից առողջության ապահովագրությանը փող է գնացել։ Այսինքն հերիք չի ապրիլից թոշակներին են պահուստային ֆոնդից փող տվել։ Հունիսից էլ առողջապահության ապահովագրությանն են փող տալի պահուստային ֆոնդից, որ ձգեն, չկա փող։ Պրիտոմ այն պայմաններում, որ միլիարդ ու կեսն էլ դեֆիցիտ է, այդ փողն էլ չկա։ Այդ փողն էլ պետք է ճարեն, դասից վարկ պետք է վերցնեն, ներսուց ժողովրդին պետք է, չգիտեմ, բանկերին պարտատոմսեր պետք է ծախսեն եւ այլ, ծախեն։ Այդ էլ չկա։ Ինչ ալնելու ապահովագրության հետ, ինչ եք կարծում։ Եկեք մտածենք։ Կամ մի տեղից մի լավ բարեկամ պետքա սրոճնի միլիարդավոր դոլարներ հասցնի, իսկ ով կարա լինի, օրինակ մեր շատ սիրելի բարեկամ Ադրբեջանը նավթային մեծ գումարներ ունի, ինչ է, որ կարող է եւ աջակցի։ Բա մենք էլ որը համարենք հարևան, եթե նեղորը իրար ձեռի չբռնենք։ Հա կարող է Թուրքիան կամ Եվրամիությունը, բայց ամենահարուստը այս մեջներից պատրաստակամը երևի թե մեր հարևան Ադրբեջանն է, որը մեր նեղորը, իսկ ավելի ճիշտ մեր իշխանությունների նեղորը, ոնց էլ չլինի, մի քիչ փող կտա, մի քիչ փող կտա, եւ այս ծախսերը մի ձև կփոխենք փակել, որտեղ փող չկա։ Ինչով է արտահայտվում այդ փող չլինելը։ Համավճար են ավելացնում։ Ավելի ես կարծում եմ, որ մինչև 30% համավճարը կավելացնեն։ Այսինքն, եթե այն պետության բյուջեից եկող փողն էլ մի տեղից ճարեն, այն 2/3-ը, 1/3-ը, որ արդեն
Աշխատողներից վերցուն տալիս են թոշակառուներին, սենց։ Այս գրպանից հանում, այս գրպանը դնում։ Ուրեմն 1/3-ով պիտի համավճար դառնան բոլոր ծախսերը։ 1/3-ով դառնալու են համավճար։ Ուշացումները, հերթերը, ես կարդամ Տիգրան Ջրբաշյանի ստատուսը, շատ հետաքրքիր ստատուս է գրել, կարող եք Facebook-ում մտնել, ծանոթանալ։ Ահա։ Տեսեք ինչա գրել։ Նախ, ասում է պարտադիր բժշկական ապահովագրություն։ Եթե քաղաքացին պարտավոր է վճարել, համակարգն էլ պարտավոր է հաշվետու լինել։ Իհարկե հաշվետվություններ չկան։ Երկար բարակ Տիգրան Ջրբաշյանը բացատրում է, որ աշխարհի փորձը ցույց է տալի, որ ապահովագրական ընկերությունները կամ կառավարությունները անպայման 3 ամիսը 1, 6 ամիսը 1, ամենաուշը տարին 1 մանրակրկիտ հաշվետվություն են ներկայացնում, թե ինչ են անում։ Մերոնք այդ հաշվետվությունը չեն ներկայացնում։ Ավելին, եթե այդ հաշվետվությունը չեն ներկայացնում, թե հարցեր է առաջանում, ժողովուրդ, այս ինչ է կատարվում։ Դուք իրոք տակից դուրս եք եկել, առաջի տարին եք ներդրել, դուք իրոք կարող եք դրա տակից դուրս գալ։ Իսկ դուրս եք գալիս վիր խաշվի։ Կարող է միամիտ Ալիևն է մեզի ապահովում այդ խնդիրները։ Իսկ դրա դիմաց ինչ է ուզում։ Չխորանանք։ Եվ ինչ է ասում, որ ընդ որում սահմանափակումը բանը ասում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Տիգրան Ջրբաշյանն է ասում։ Գործում է արդեն մի քանի ամիս եւ իմ կարծիքով առաջիկայում այն կանգնելու է բավական պարզ ընտրության առաջ, կամ պետք է ավելացնել պետական բյուջեից ծառայությունների իրական հասանելիությունը։ Ընդ որում սահմանափակումը պարտադիր չէ, որ արվի որևէ ծառայության ապահովագրական փաթեթից պաշտոնապես հանելով։ Այսինքն պաշտոնապես չեն ասի սահմանափակվում է։ Դա կարող է տեղի ունենալ նաև ավելի աննկատ ձևերով։ Հիմա ինչ է անելու իշխանությունը, ուշադիր, ինչ կարող է անել։ Հերթերը երկարացնել։ Եթե հերթերը երկարացնում ես, ինչքան հերթը ձգձգվում է, այնքան մարդիկ հիասթափվում են, թողնում գնում են մասնավոր, փողով են անցնում։ Այսօր ես էսի ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Եթե կա հերթի սպասող որևիցե պացիենտ, անալիզի է սպասում, հետազոտության է սպասում, թե վիրահատության, թե բուժման, թե կոնսուլտացիայի, անկախ նրանից դուք ինչի եք սպասում, ինչի համար եք հերթի մեջ գտնվում։ Ես ձեզ խոսք եմ տալիս, եկեք քեշ փողով, կանխիկ փողով, եկեք այդ նույն գործը, ես այդ օրը կամ հաջորդ օրը ձեր համար կազմակերպեմ։ Ամենաառաջին հասանելի օրը ես ձեր համար էդի կազմակերպեմ։ Եթե իհարկե այնպիսի պահ չի, որ այդ վիրահատությունը պետք է արտասահմանից մեկը անի, դուք սպասում եք 2 շաբաթ, որ դա արտասահմանից գա, այդտեղ վիրահատի գնա։ Օրինակ, եթե այս տեսակ խնդրեմ չի, ցանկացած մեկը ով էսով հերթի մեջ է, ես ձեր հերթը հաջորդ օրն իսկ տեղը գցեմ, եթե դուք կանխի գումարով մտնեք հիվանդանոց կամ այդ ինչ վիրահատության կամ այդ ինչ կոնսուլտացիայի։ Այսինքն հերթի մեջ եք, որովհետև ապահովագրությունն է ձեր փոխարեն վճարելու։ Եթե դուք անձամբ ձեր գրպանից վճարելու եք, դուք հերթի մեջ չեք։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է իրականում փող չկա, անգեր, փողին մուննատ։ Իսկ փողով պետք է տա ապահովագրության ֆոնդը։ Բայլով պետք է տա։ Չէ որ խոստացել է, որ կտա։ Հարկային բեռը ավելացրե մարդկանց վրա, որ կտա։ Իշխանությունը վերցրե կամ զավթե, խոստանալով, որ կտա։ Ու այդ զավթած իշխանության դեմ գարի պես նստեն նայում եք, փուշ կերած օչխրի պես նայում եք այդ զավթմանը։ Գիտեք, որտեղ խոստացել է, որ կտա։ Հիմա ես ասում եմ, հերթի եք կանգնած, ուրեմն փող չկա, որտեղ այդ նույն բանը փողով հնարավոր է կազմակերպել։ Բայց եթե փողով հնարավոր է, ուրեմն ի՞նչն է խնդրումը։ Փողը, փողի չլնելը։ Որտե չկա, ֆոնդում չկա։ Չեմ ուզում խոճապ տարածեմ։ Գիտեմ, այս հարցը լուծելու են, ասում եմ, 100 տեղի 100 ձևի լուծում կա, բայց հերթը արդեն չեպե է։ Որովհետև ես օրինակ հիվանդանոցների համար էլ ասեմ, տենց էլ լինում է, գնում է հիվանդանոց, հիվանդանոցն ասում է տեղ չունենք։ Ընկեր տեղ չունես, մի հատ թազա կորպուս սարքի տեղ չունեմը ո՞րն է։
Հիվանդը գնում է հիվանդանոց պարկելու, ասում է տեղ չունենք։ Տեղ չունես, երկու հատ դաշտային հոսպիտալ բանը, վրաններով խփի այդ կայանատեղի ու մտ կամ չգիտեմ, Բաքու մտ, ծավալի այդ հոսպիտալը պացիենտներին օգնություն ցույց տուր։ Դու եկել ես հիվանդանոց ես դարե, նստել ես այդ գործն անելու համար, տեղ չունեմը ո՞րն է։ Էդ ի՞նչ պատասխանա տեղ չունեմ։ Էսի արդեն մասնավորներին եմ դառնում։ Դու ստանձնել ես այդ գործը, այս գործը մաքուր շուկայական չի, ես տեկա դեոնտոլոգիա, բժշկական էթիկա, պարտքի զգացում։ Դու պատի անես, եթե վիզ ես վերցե էտի անել։ Չէ գնա անգեր հյուրանոց բացի, ասա տեղ չկա։ Էդի երբ որ հյուրանոցի դիրեկտոր կլնես կամ հյուրանոցում մենեջեր կլնեք, կգա հյուրդ կասես տեղ չկա, ինքը սուսփուս պետք է հետ գնա։ Դե տեղ չկա, բայց չես կարա հիվանդանոց սարքես ու աշխատացնես։ Սկորին հիվանդին բերի դու ասես տեղ չկա։ Այդտեղ չի լինում։ Ուրեմ շփոթել է, շտոտը չէ ջոգում ինչով է զբաղվում։ Ընկեր տնօրեններ հիվանդանոցների։ Չի կարա հիվանդանոցում տեղ չլինի, պալատկա խփի, դաշտային հոսպիտալ ծավալի, ինչ ուզում ես արա, թազա կորպուս սարքի, ինչ ասում տեղ չկա, կամ պետությունը, կառավարությունը, եթե չեք ֆինանսավորում այդ հիվանդանոցի, ինչ եք ֆինանսավորում, բա ռեզերվ չունենա, բա չեք հաշվարկե ընկեր, ձեր պոզիտիվ պարտականությունն է, ոնց կարա պետության մեջ մարդը գնա հիվանդանոց, ասել տեղ չկա, շաբաթ օրը ծանր հիվանդ ունեի, որ հիվանդանոց գրել են տեղ չկա, եթե այդ մարդը աստված չանի մի բան լներ, ինչ էր լնելու, ով էր պատասխան տալու, չէ, ասեք մեկը մեռնի, որ իրար գանք, ձևական մի երկուսին կպաջենք, հետո ամեն ինչ կմնա նույնը։ Մի խոսքով ես հերթերի հարց, այսինքն մի սիմպտոմը, որպեսզի մենք տենանք, որ պետությունը շտոտը, այսինքն իշխանությունները շտոտը չեն ձգում, լինելու է հերթերը երկարացնելը։ Մյուսը ուղեգիր ստանալու պայմանների խստացումը։ Ասելու են հիմա ուղեգիր չենք տալի այս պայմաններով, տալու ենք այս պայմաններով։ Բժշկական կազմակերպությունների համար քանակական սահմանաչափեր սահմանելը։ Ասելու են լիմիտ կա, այսքանից ավել չընդունեք, ասեք տեղ չկա։ Լսակ ինչ, ասեք տեղ չկա։ Չեմ ասում հենց սենց է, բայց էսի լրիվ տրամաբանական է, որ կարան այս ձևով այդ չեղած փողերը պարտակեն, ցույց չտան, որ ծրագիրը պրավալ են տվել։ Իրական ինքնարժեքի ցածր սակագներ կիրառելով։ Այսինքն ինչ անշամ իրական ինքնարժեքի ցածր։ Հիվանդանոցը պատրաստ է աշխատելու, տեղը կա։ Բայց պետությունն ասում է, ես այդ վիրահատության համար հենց հիմա այդպես դեպք գիտեմ ու արդեն ահագին ժամանակ, նույնիսկ կարող եմ ասեմ դեպքեր, որտեղ նախապես պայմանավորված, ֆիքսված գներով ծառայությունները հիվանդանոցը իրականացնում է, պետությունը արդեն տևական ժամանակ ասում է փողը չեմ տա այդքան, գինը թանկ է, եւ այլ, այսինքն սկսում է պետությունը, օրինակ շատ մասնավոր բժշկական կազմակերպություններ, անհատ բժիշկներ, փոքր կլինիկաներ չեն վերցրել ապահովագրության այդ ծրագրից, չեն ուզում օգտված լինեն, չեն ուզում ապահովագրությամբ սպասարկեն, ինչի, որովհետև այն գումարները, այն թվերը, որ պետությունը ապահովագրությունը, իշխանությունը ասում է մենք կփոխհատուցենք, ծիծաղալու թվեր են, ծիծաղալու գումարներ են։ Հիվանդանոցը կարա իր հպատակ բժշկին ճիպոտով, տեսել եք եգիպտական բուրգերը կառույց, բանը պատմության դասագրքում, գոնե իմ սերնդի ես 80 թիվ եմ։ Մեր հին աշխարհի պատմության դասագրքում տես նկար կար, թե ինչպես են ստրուկները կառուցում բանը, եգիպտական բուրգերը, այդպիսի մեծ քարերը, այսպես մի կերպ քաշելով, բրթելով, չգիտեմ, այնտեղ մեկը ճիպոտով այս ստրուկներին ասենց աշխատացնում։ Ահա, հիվանդանոցներ կան, որ լիքը sense բժիշկ ունեն։ Մի հատ օթի մեջ ճիպոտը տեսան, թափով 2000 դրամով կոնսուլտացիա են գերում։ Այտենց բան կա։ Ահա, բայց շատ կամ 4000 դրամով բուժում են գերում։ Հա, ու տենց ամսով տեր են լում այդ հիվանդին։
Ամսով տերեն լում է հիվանդին 4000 դրամի դիմաց։ 160 դրամով կոնսուլտացիա է անում։ Աշխատավարձը մի պացիենտից 160 դրամ է բժշկի։ Մի դեպք առանձին է պոլիկլինիկայում 160 դրամով կոնսուլտացիա է անում։ Ահա լիքը մարդիկ ովքեր ասում են չենք այդ ձեռեք առում, չենք անի մենք այդ գումարներով, այդ գումարներով չենք աշխատի։ Հիմա ահա երբ որ sense գումարները ասում, հիվանդանոցներն ասում են չենք աշխատի։ Պետությունն էլ ասում է կեղտոտ հիվանդանոցները չեն աշխատում։ Պետություն չէ, իշխանություն, ապահովագրությունը։ Ասել է ես փողը տալիս եմ, նրանք չեն ուզում վիրահատել։ Հասկացա՞ք։ Նրանք էլ ասում են այն ընկեր, ինչքան քո փողը որ տալիս ես, այդ ուղիղ այդ տված այդ փողի չափ մենակ նյութածախսն է իմ։ Հələ իմ աշխատավարձ, աշխատողի անձնակազմի աշխատավարձ, դրանք չեն հաշվում։ Մենակ նյութածախսը քո տված փողի չափ է։ Մենք այդ վիրահատությունը ո՞նց անենք։ Ապահովագրության վեճին չի։ Մի խոսքով սպասեք։ Էսա իրական ինքնարժեքից ցածր սակագներ կիրառելով, փոխհատուցվող դեղերի ցանկը սահմանափակելով, կամ ծախսերի մի մասը կրկին քաղաքացու վրա թողնելով։ Օրինակ, կանչելու են ասել, բարև ձեզ, դուք ծխող եք, այո, ձեզ չենք տալի սիրտանոթային հիվանդությունների, բրոնխոօբստրուկտիվ հիվանդության, թոքի քաղցերի եւ այլ բուժումներ։ Օրինակ, ասում է, քիչ ես տալի, բժիշկ ջան, ասում է բժիշկն ասում է ես կապ չունեմ, ֆոնդը չի տալի։ Ֆոնդը ասում է, բախի տամ։ Դու ծխող ես, դու ինքդ ես մեղավոր, որ դու տենց հիվանդության մեջ ես հայտնվել։ Հիմա գնա քեզ փող չի ասնում։ Այն օրը կառավարության նիստին քննարկում էին, որ այդ ոնց ալնում բոնուսներ, yani բոնուս տան նրանց, ովքեր ծխելը թարգում են։ Եթե նույն տրամաբանությամբ կարելի է պատժել նրանց, ովքեր ծխելը չեն թարգում։ Ու եթե ներանանգան պատժելու են, բա ինչ են անելու։ Կանչելի անձի ասի դու չաղ ես, ախպեր ջան։ Եթե դու չաղ ես, նշանակում է քո մոտ շաքարային դիաբետ, ճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, ռիսկեր են։ Նիհարի, թե չէ դեղերը չեմ տա։ Չաղերին կասեն ձեր դեղերը չենք տալի, նիհարներին կասեն ձեր դեղերը տալիս ենք։ Սենց ցանկը կրճատ, ցուցակը կրճատվեց դեղերից օգտվողների։ Ես չեմ ասում հենց սենց են անելու, բայց սրանք մոտեցումներ են, որոնք այս գլխից արդեն Սրանք ռիսկեր են, որոնք, այսինքն վտանգներ են հնարավոր, ռիսկեր են, որոնք մենք պետք է ճանաչենք ու գնահատենք։ Եվ եթե սա տեսնենք հանգարց պաշտոնական մարմնի կողմից իրականացում, դա մեզ համար արդեն անծանոթ ինչ-որ անհասկանալի բան չթվա։ Խնդրեմ, խելոք մարդ Տիգրան Ջրբաշյան, նախապես այս ամեն ինչը նշել է։ Ծախսերի մի մասը կրծին քաղաքացու վրա թողնել, այսինքն համավճարը։ Եթե անկեղծ ես ինքս անձամբ կարծում եմ, որ շատ հարցեր պետք է լինեն համավճարով եւ բավականին զգալի համավճարով, որպեսզի այդ ինչու տենց այդ առանձին խոսամ։ Ամեն ինչ չէ, բայց այսպես ասած եթե կենաց մահու հարց չի, ապա համավճարը ճիշտ է։ Եվ սա կարա մեր մոտ համ համակարգի կայացմանը օգնի, համ փրկի կայացող համակարգը ներդրված համակարգը կործանումից կարա փրկի համավճարները։ Ավելին ես նույնիսկ կարծում եմ, թեև ես միտքը հում եմ մոտս, ես հələ խմորում եմ։ Ես նույնիսկ կարծում եմ, որ ոչ թե պետությունը պետք է փողը փոխանցի, այլ պետությունը պետք է հիվանդին ասի ինգեր։ Այս դեպքի համար ես քեզ տալիս եմ 1000 դրամ։ Գնում ես միտեղ, որտեղ 2000-ով են այդ գործանում, իմացի 1000 դրամ իմ կողմից ունես։ 1000 դրամն է քո գրպանից դիր։ Ուզում ես գնանդեղ, որտեղ այդ գործը 5000 դրամով են անում։ 1000 դրամ իմ կողմից ունես, 4000-ն է քո գրպանից կդնես։ Շատ ես ուզում գնանդեղ, որտեղ այդ 10 միլիոնով են անում, 1000 դրամը ես քեզ տալիս եմ։ Այն մյուս գործի համար ես քեզ տալիս եմ 1 միլիոն դրամ։ Գնա այդ 1 միլիոնը իմ կողմից ես տալիս եմ։ Այն մնացածը դու ինքդ գիտես։ Ասենց, այսինքն փողը գնա պացիենտի հետևից։ Ոչ թե պացիենտը գնա ասի ինձ ինչ հասնում արեք, ասեն չէ ինքը դու ես պատասխանատու, դու ծախսի մեջ պետք է դեր խաղաս։ Ինչու որտեղ ստեղ ինչ որ չափով շուկայական կարգավորիչը սկսում է աշխատել։ Շուկայական կարգավորիչից հրաժարվելը ժողովուրդ լուրջ չեպե է։
Ես չեմ ասում, որ ամբողջ բժշկությունը շուկայական, գները պիտի շուկայականով ձևավորվեն։ Ես դրա մասին չեմ ասում։ Ավելի շուտ ծախսերը պիտի շուկայական տրամադրությամբ չլինեն, այս տրամաբանությամբ չլինեն։ Այսինքն, այնպես չլինի, որ բժիշկը ինչքան շատ անալիզ գրի, այնքան լավ։ Այս նկատի ունեմ, շուկայական տրամաբանություն չպետք է լինի այս հարցում։ Բայց թե այս անալիզը ինչ կարժենա, դրա գնի ձևավորման մեջ շուկայական բաղադրիչը պետք է լինի։ Այլ բան, որ բժիշկը պիտի բարեխիղճ ձևով ընտրի այն անալիզները եւ միայն այն դեղերը, որոնք խիստ անհրաժեշտ են տվյալ կլինիկական իրավիճակում։ Ոչ թե ինչքան շատ այդքան լավ։ Ինչքան մեջքի ցավով պացիենտ կա, MRT, յամեր են անում 100,000 դրամանոց։ Ինչի մար այ ընկեր։ Ինչի մար։ Ինձ այդ յամերը որ արեցի, տեսար 2, 3 կամ 5 մմ-անոց գրիժա կամ դիսկերը նստած են։ Ինչ ես անելու։ Ինչ ես անում։ Հա, հիմա յամերը ձեռը տա, ինչ ես անում։ Ոչ չի բան, էլի նույն բուժումն ես անում, ինչ որ միջև յամեր անելը պետք է անեիր։ Առանձնակի խիստ ցավեր, սաստիկ ցավեր, ինչ որ սիտուացիա, վերջիններով գայդլայններ կան դրա համար։ Համատարած սաղին յամեր, համապարած սաղին կատե։ Էն էլ ինչ կատե ու ինչ յամերներ։ Էն էլ ինչ կատե ու ինչ յամերներ։ Մեկը լինի այդ բժիշկներին, ովքեր այդ դիագնոզները, հետազոտություն, մեկը լինի դրանց յամեր ու կատե անի։ Այսինքն ինչքան բան գա բութուլկա պատասխանա գրում։ Ինչքան բան գա բութուլկա պատասխանա գրում։ Այս մի բժիշկի նայած յամերը կամ կատեն արժի ենթադրենք օգտակարությամբ 10 միավոր։ Այս 10 միավորանոց արդյունավետությամբ աշխատող բժիշկներ երկրում ենթադրենք 10 հոգի են, բայց 100 հոգի կատե ու յամերը նայում։ Երկրով 1։ Այդ 100 հոգու օգտակարությունը 2, 3, 4 միավոր են։ Բայց փողը նույնն է դուրս գրվում ֆոնդից։ Այսինքն նույն 100,000 դրամը կամ նույն 50,000 դրամը գնում է թե այնտեղ, որտեղ այդ նայող բժիշկը 10 միավորանոց օգուտ է տալի, եւ այնտեղ, որտեղ այդ նայող բժիշկը 3 միավորանոց օգուտ է տալի։ Ու սրա հետևից ոչ ոք չի եթում։ Ես եմ ասում, առողջապահական ապահովագրություն դա լուրջ թեմա է, այ ընկեր։ Դա ավտոմեքենայի ապահովագրության պետք չէ։ Շուկայական գինը հեսա գնա ով դզող փչողը տով կլնի։ Սա շատ լուրջ թեմա է։ Թեկուզ հենց այն պատճառով վճարողը իրավունք ունի հաշվետվություն ստանա, ինչպես Տիգրան Ջրբաշյանն է ասում։ Ոչ միայն ֆինանսական, ես էլ եմ ասում, այլ նաև որակի երաշխիքների մասով։ Որակի երաշխիքներն ուր են։ Ուստեղ մի խոսքով Տիգրան Ջրբաշյանի էջը մտեք, երեք ինքը էս բանը գրառումն արել ահագին հղումներ է տվել, որտեղ ինչ ձև են հաշվետվություն ներկայացնում եւ այլ եւ այլ։ Ես խնդրել եի հարցեր գրել իմ այս հարցերին պատասխանեմ եւ փորձենք սահմանափակվել։ Լևոն Գալստյանն ասում է, կարող է բժիշկների բունտ լինի։ Ոչ, բժիշկների բունտ չի լինի, Լևոն ջան։ Բժիշկների հանդեպ այնքան ոտնձգություններ են այսքան տարիների մեջ եղել, սկսած շտապօգնության բժիշկին տփելով, առանց փողի կամ չնչին գումարներով աշխատցնելով, հանիրավի գործից ազատելով, նսեմացնելով, ստորացնելով, հիվանդների, մանավանդ VIP հիվանդների, ստատուսով հիվանդների, այլանդակությունները հանդուրժելով, իսկ չհանդուրժելու դեպքում նկատողություն ստանալով, բժիշկների գլխին ինչ ասես չեն բերես ընթացքում։ Ու բժիշկները բունտ չեն արել։ Բժշկական համայնքը ոչ թե առանձին վերցած բժիշկներ կամ անհատ բժիշկները, համայնքն ընդհանուր առմամբ այնքան արժանապատվություն չունի, որ որևիցե հարցի հետ կապված բունտ անի, առավելևս այս հարցի հետ։ Հա, դա իմ դիագնոզն է, հարգելի գոլեգաներ։ Մենք կոլեկտիվ մեր ինքնությամբ այնքան արժանապատվություն չունենք, որ մեզ վերաբերվող մեր իրավունքներին եւ արժանապատվությանը վերաբերող որևիցե մի ոտնձգության դեմ բունտ անենք։ Ջերմ բարևներս։ Ու ես ընդունվել եմ բժշկական համակարգ։ Այսպես ա եղել, այս 20 տարուց ավել է բժշկական համակարգում եմ, ինստիտուտը չհաշված։ 20 տարուց ավել ես բժշկական համակարգում եմ, հələ այդ վիճակն է։ Անցանք առաջ։
Արթուր Պողոսյան ասում է. եթե ապահովագրված անձը կորցնում է աշխատանքը ժամանակին չցուցաբերված բժշկական օգնության պատճառով։ Դե պետք է ապացուցվի, որ ժամանակին չի ցուցաբերվել, կամ ինչի ժամանակին չի ցուցաբերվել։ Ապահովագրությունը փոխհատուցում է դա թե ոչ։ Իհարկե չի փոխհատուցում։ Ապահովագրությունը սկի անհրաժեշտ է չի փոխհատուցում, որ մնաց թե ածանցված, ածանցյալ, այսինքն այդ հիմնական խնդրից բխած այլ խնդրը փոխհատուցի։ Գրանուշ կամ երևի Հրանուշ Գևորգյան։ Միշտ հետաքրությամբ լսում եմ ձեզ, պարոն Մանուսյան, ես շնորհակալ եմ, ձեր հետաքրությամբ լսելը ինձ ոգևորում է եւ մուսայ է տալի, որպեսզի ես շարունակեմ աշխատել, ուսումնասիրել եւ ձեզ ներկայացնել, մտորել, հասկանալ, ձեր հետ կիսվել իմ հասկացածով։ Սուսաննա Ղազարյան, ինչու ես պետք է վճարեմ ապահովագրավճար 12 ամսվա համար, եթե ես աշխատել եմ ընդամենը 5 ամիս եւ մայիսից երկրում չեմ եւ չեմ վերադառնալու։ Սուսաննա ջան, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց դուք 12 ամսվա համար, չգիտեմ, դժվար թե վճարեք, որտեղ որքան գիտեմ ամսական են վճարում եւ ամենայն անհատ ձեռներեցներն են, որ ամբողջ տարվա համար միանգամից վճարում են։ Որքան ես գիտեմ ամսական են վճարում, այնպես որ դժվար թե ձեզանից ամբողջ տարվա համար վերցրած լինեն գումար։ Ուրիշ հարցեր չկան։ Ամփոփենք։ 11,000 դրամները, որ վճարում էին 200,000 դրամ եւ ավել ստացող անձինք, ուղիղ գծով գնացել են թոշակների 10,000 դրամ բարձրացումներին։ Այնպես որ այդ փողերը ապահովագրության ծախսերի մեջ չկան։ Ապահովագրության ծախսերը մնացել են մաքուր բյուջեում եղած եւ ֆոնդի այդ հատուկ իրավիճակների ֆոնդը։ Մի խոսքով, այդ 5%-ը պաուստային ֆոնդի հույսին։ Ընդհանուր բյուջեն ինքն իրանով ունի 1.5 միլիարդ դոլարի դեֆիցիտ։ Այսինքն դոլարի դեֆիցիտը վրադիր, առողջապահական համակարգն ինքնին արդեն ունի 1/3-ի դեֆիցիտ առանձին վերցրած, եւ թե այս հարցը ոնց է լուծվելու, չգիտեմ։ Բայց կարևոր է, որ մենք իմանանք, որ առողջության ապահովագրություն դա խաղոպար չի։ Դա ըստ էության այն ապահովագրությունը չի, որով մենք գիտենք ավտոմեքենաների մյուս խնդիրների հետ կապված, մյուս ռիսկերի հետ կապված։ Սա ապահովագրություն է, որը իր մի փոքր մասով, մաքուր ապահովագրությունը իր շատ մեծ մասով սոցիալական ապահովության ծրագիր է։ Կոպիտ ասած առողջապահական թոշակ է, որ տալիս են մարդկանց։ Իսկ թոշակների բարձրացումը երկրում, որտեղ աշխատողներն իրենք հազիվ իրենց հարցերն են լուծում, սա մեծ խնդրեմ է։ Շատ մեծ խնդրեմ է։ Թոշակները կարած բարձրացնես այն երկրում, որտեղ մարդկանց գործերն այնքան լավ է, որ արդեն ավել հարկեր կարան տան, կամ գործերն այնքան լավ է, որ այդ մեծ փողեր կարող են տրամադրել այլ մարդկանց թոշակների բարձրացմանը։ Մի երկրում, որտեղ ամեն երրորդ մարդն է աշխատում եւ 3-ից 2 հոգին ուղակի չեն աշխատում, տունը նստած են, կամ այդ մարդու բերած հացին են սպասում, կամ թոշակ են ստանում, այդ ամեն 1/3 քաղաքացիներին երկրի, ովքեր աշխատում են այս կամ այն ձև, եւս լրացուցիչ ծախսերի տակ բեռ հարկային կամ հարկային բեռի կամ турքերի տակ գցելը ժողովուրդ սատկացնելու է ամբողջ տնտեսական ակտիվությունը։ Սրան լուծում է պետք։ Մենք պիտի սրա լուծումն ունենանք։ Ես մի դասախոսություն էի լսում անգլերենով բանը Yandex-ը թարգմանում է, էլի, ռուսերեն, գցում եմ Yandex-ով թարգմանում է դասախոսություններ լսում եմ։ Առողջության ապահովագրության մասներ, այդ նվազում Ամերիկայում արված փորձերի, այնինչ արել են եւ դրանից բացի փորձնական էլ մի քանի բաներ են արել ու ըստ էության ձախողվել են։ Գերմանիայի մոդելը, բրիտանական մոդելը, սրանք իրանց հերթին լուրջ խնդիրներ ունեն, այսինքն ինչ խնդիրներ։ Հայաստանում էս ուղիղ վճարման ճանապարհով ահագին լավ բաներ է, տրադիցիաներ է ձևավորվել, ժողովուրդ ջան, որոնք պետքա պահենք ապահովագրությունը մտցնելով։ Այսինքն մեր մոտի լավը պետք է պահենք եւ բրիտանական, գերմանական, առավել եւս ամերիկյան այդ վատ կողմերը, պաբոչնի էֆեկտները ապահովագրության համակարգի, չբերենք կողենք մեր համակարգի մեջ։ Եվ պիտի իմանանք, որ ամեն համակարգ անխուսափ կողմնակի ազդեցություններ ունի։ Ես մի քիչ ներվայնանում եմ, երբ որ մարդիկ
փոխանակ կողմնակի ազդեցությունը չեզոքացնելուց կոսան, ասեն դե դա բնորոշ է դրան։ Հələ պատկերացրեք բանը, մորֆիով ցավազրկում է հիվանդին, արդեն լավացել է, դառել է նարկոման, անդադ մորֆի է ուզում, ասես ընկեր մորֆիով ցավազրկելուց առաջ կարող է մտածենք ինչ որ մի երկու ալտերնատիվ բան։ Ասի դե դա բնորոշ է դրան, որ դառնում են արդեն նարկոման։ Չէ, դա բնորոշ չի։ Եթե բնորոշ է, դու ինքդ պետք է այդ կողմնակի էֆեկտները վերացնես։ Կամ հորմոնալ բուժումներ անելուց կողմնակի էֆեկտներ կա, հա, բայց չես կարա այն աստիճան թողես այդ էֆեկտները խորանան, զարգանան, հետո ասես վայ, էսքի սենց եղավ։ Հիմա տեսեք։ Մենք ինքներս պետք է մտածենք, ես այս առաջիկայում կներկայացնեմ հաղորդումներ տարբեր ապահովագրական համակարգերի մասին, նրանցում արկա վատ կողմերի մասին, նրանցում արկա լավ կողմերի մասին, ու փորձենք մեր երկրի համար խելքի տալով մի բանի գանք, մի ընդհանուր լուծման գանք։ Ու անկախ նրանից այսօր ով է իշխանության, մենք դե բժիշկ ենք, մենք դե հիվանդ ենք, մենք դե հիվանդի հարազատ ենք։ Ահա։ Ուրեմն մեզ լուծում է, չէ՞ պետք։ Անկախ նրանից ով է իշխանության։ Ինչի որ այսօր իշխանությունը փոխվեց, այն մյուսները որ գալու են, գիտեք լուծումներ ունեն Հայաստանի համար։ Չկա Հայաստանի համար լուծում։ Այդ ամերիկյան դասախոսության մեջ այսպիսի մի բան է այդ բանախոսը ասում, դասախոսը ասում է ապագայի խնդրեմը մարդկության առաջ երկուսն է լինելու։ Գլոբալ տաքացումը եւ առողջապահական ապահովագրությունը։ Եվ եթե Գերմանիայում օրինակ 14%, Ամերիկան մոտ 20%-ի չափ, Ավստրալիան 20 քանի տոկոսի չափ ամեն ամբողջ բյուջեի 1/5-ը ժողովուրդ ջան գնում է ապահովագրության վրա։ Դա նույնն է, որ Հայաստանում հիմա ապահովագրության վրա գնար բյուջեն 10 միլիարդ դոլար է, 2 միլիարդ դոլարը գնար ապահովագրության վրա։ 2 միլիարդ դոլար ապահովագրություն ելներ։ Պատկերացնում եք։ Բայց ես համոզված եմ 2 միլիարդ դոլարի դեպքում էլ մենք ունենու էինք լրջագույն խնդիրներ։ Ինչի՞, որովհետև ֆունդամենտում փդած հիմքում փդած քայքայված չաշխատող լուրջ բացեր կան, որոնք պետք է խոսանք, բացահայտենք, քննարկենք, լուծենք, առաջ շարժվենք։ Ես ասում եմ, այսօրվա հաղորդումս նախաբան է, որով ես առաջիկայում հաղորդում առ հաղորդում անդրադառնալու եմ առողջության ապահովագրությանը, զուգահեռ տանելով մեր երկրի իրադրության հետ եւ տեսնենք ինչ են կարող խելքի տալով, ինչի են կարող հասնենք։ Ու մի շատ կարևոր բան էլ կասեմ։ Ապահովագրության համակարգի գրեթե բոլոր մոդելները հիմնական են, մեծ խոշոր մոդելները, հիբրիդ մոդելներին այդքան չեմ ասում։ Դրանք արվել են կառավարիչների, տնտեսագետների, քաղաքական գործիչների, այս տեսակ մարդկանց կողմից, բժիշկների կողմից, ներքևից, առաջարկ չի եղել, գլոբալ առաջարկ չկա։ Բոլորը ընդունում են, որ կատարյալ համակարգ չկա առողջապահության, բայց ոչ ոք չի ուզում պրիզնատ գա, որ եթե կատարյալը չկա, ուրեմն զակազ կա կատարյալը ստեղծելու։ Եվ եթե մի հոգի գալիս է առողջապահության ինչ որ համակարգի գլոբալ մոդելային փոփոխության առաջարկով, չես կարա չլսես։ Որը դու ինքդ խոստովանում ես, որ կատարյալ համակարգ չկա։ Ուրեմն ցանկացած մեկիս գլխում կարա ծագի այդ կատարյալ համակարգի հայեցակարգը։ Եղավ, այ որ կատարյալ համակարգ չկա, սա նշանակում է ոչ թե փագեք սրա նրա բերանը, ով որ նոր առաջարկով, կրեատիվ մոտեցումներով կամ նոր ռիսկերով է հանդես գալի ներկայացնում։ Ոչ թե փագեք ասա, դե լավ ինչ ես խոսում, կատարյալ համակարգ չկա։ Կատարյալ համակարգ չկա, ուրեմն ցանկացած մեկը առաջարկ անելու բան ունի։ Հիմա ոնց որ նստած կոնսիլիումում հավաքվել են, կատարյալ դիագնոզ չկա, դիագնոզը անհայտ է, կամ բուժումը անհայտ է։ Էդ ինչ նշանակում է սաղած սուս մնացեք, ինչ հիմար բան կա կամ հնուց ավանդական ինչ գալիս է, չգիտեմ, Գերմանիայում 1880-ականներից, Բրիտանիայում 1950-ականներից, չգիտեմ, Ամերիկայում եփանից, Կանադայում, Ֆրանսիայում եփանից, հա, էտա, всё, միջազգային փորձը Հայաստանում տեղ չունի, ասա ինչի։ Այդքան աշխատող չկա, այդքան փող չկա, այդ կազմակերպությունները չկան։ Լիքը բան, որ միջազգային փորձի համար պետք է Հայաստանում չկա, այ ընկեր։ Բայց Հայաստանում լուրջ հետաքրքիր բաներ կան։
Շատ լավ բաներ կան Հայաստանում։ Նախ էժան բժշկություն կա աշխարհի համեմատ։ Շատ ուժեղ բժիշկներ, շատ մատչելի գներով աշխարհի միջազգային գների համեմատ, շատ մատչելի գներով աշխատող համակարգ կա։ Կարող են այս ձևակերպենք մի բան էլ դրսից մարդ բերենք, ստե բուժենք, ճամփենք։ Կարող է այնտեղ Բրիտանիայում, Գերմանիայում հերթի մեծ սպասողը միամիտ որոշի գա Հայաստանում վիրահատվի գնա։ Կարող է sense բաներ անենք։ Առանց գները թրցնելու, տրակցնելու, որ գրավիչ լինենք դասի համար։ Մի խոսքով ասելիքներս էսա բժշկական առողջապահությունը, առողջապահության ապահովագրությունը, բժշկական ապահովագրությունը, ժողովուրդ ջան, դա դասական ապահովագրություն չի։ Եվ դա միայն սոցիալական ապահովություն չի։ Եվ դա միայն որակի վերահսկողություն չի։ Եվ դա միայն ծառայությունը ապահովող կադրերի պատրաստում, նախապատրաստում, որակավորում չի։ Եվ դա միայն շուկայական միջամտության մասին սահմանափակումներ դնելը չի, կամ դրա չափը որոշելը չի։ Դա ահռելի մեծ թեմա է, որով ինքը տարբերվում է մնացած ապահովագրական լուծումներից, մնացած ոլորտներին վերաբերվող։ Եվ քանի որ աշխարհում չկա կատարյալ մոդել, ոչ ոք չի կարող մարգարեի, այսպես ինքնավստահությամբ մեզ ասել, որ գտել են Հայաստանի համար լավ լուծում։ Նախ աշխարհի համար այդ լավագույն լուծումը գտնված չի, առավելևս Հայաստանի եւ մեր պայմանների համար։ Մենք պետքա դեռ լուծում գտնենք։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ հետևեցին, եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առաջիկայում այս հարցով հետաքրքրված հանդես կգան։ Եվ քանի որ հարցը, այս վերջին նախադասությունն է, քանի որ հարցը վերաբերվում է մեր անձամբ հենց մեզ, մեր հարազատներին, ես այս հարցը չեմ ուզում նախընտրական կամ հետընտրական քաղաքական գործընթացների կոնտեքստում ներկայացնեմ։ Ես ուզում եմ այս հարցը խիստ պրոֆեսիոնալ քաղաքական տրամադրություններից եւ ժամանակի պատեհապաշտությունից մաքսիմալ զերծ հարթության վրա մենք խելքի տանք, հասկանանք։ Եվ առաջիկայում այս հարցին էլի կանդրադառնամ։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։